Ինչա եղես կնոջ։ Ես ինչա եղես։ Միած զանգեք թողնի, միած զանգեք ինչ կլինի։ Միած զանգեք թող գալ։ Ալո։ Ես չգիտեմ, չէ։ Ալո։ Ապարտա վատացը, կինա ինչ որ ընկե, շատ վատ է ինչ որ, մի հատ խնդրում եմ։ Արնո Եվան էր զանգել։ Ու ինչ էր ասում։ Արնո մամա հիվանդանոցում է։ Եվան անդեղից էր զանգել։ Եթե անկարծ քո պատճառով մամային ինչ-որ բան է, ես քո ամբողջ կյանքը կկործանեմ, Եվա։ Ես մեղավոր չեմ։ Ինչի է մաման ստեղ։ Ուզում էր հետս հանդիպեր։ Որոշել ենք դրսում հանդիպենք, սպասեցի չեկավ։ Դուրս եկա տեսա մարդիկ են հավաքված ու նկատեցի, որ մաման գետնին է ընկել։ Այդ մարդիկ արդեն շտապ օգնություն էին կանչել ու եկանք ստեղ։ Ես քո արտարացումները չեմ ուզում լսեմ։ Դու մաման շատ լավ գիտեիր ինչ վիճակում է։ Դու գիտեիր, որ մաման վիրավոր է, ու դու տնից իրան հանել ես դուրս։ Արնո գիտեի, բայց ինքն անդադ պնդում էր, ուզում էր ինձ տեսնել։ Ես էլ չդիմացա, համաձայնվեցի։ Մաման քո պատճառով է այս վիճակում։ Ու դեռ այսքանից հետո դու խոսում ես։ Ինքը մենակ քո մաման չի, մաման էլ հասկացար, ու ես էլ եմ անհանգստանում, նենց չի, որ մենակ դու ես անհանգիստ հիմա։ Արնո կարևորը մամայի այդ առողջությունն է։ Արի սպասենք տենանք բժիշկը ինչ ասում։ Համ բժիշկ։ Դուք եք Ալայի արարել։ Ես Ալայի տղան եմ։ Ցավում եմ, բայց չկարողացանք փրկել նրա կյանքը։ Սիրտը չդիմացավ։ Ինչ եք խոսում բժիշկ։ Ոնց հասկացանք, նա սրտի խնդիր է ունեցել։ Բացի դա, նա ունեցել է հրազենային վիրավորում։ Նման վիճակում նրան չէր կարելի տանից դուրս գալ։ Չնայած չեմ կարող ասել, եթե տանը լիներ դեպքը չէր լինի։ Ձեզ համբերություն։ Դու սպանեցիր մեր մորը։ Դու սպանեցիր իմ մորը, Եվա։ Մամանի քո կյանքը կործանեց։ Գնաս տեղից չեմ ուզում քեզ տեսնեմ։ Եթե քո կյանքը քո համար թանկ է, գնացում եմ ստեղից։ Կտեսնեմ մամայի։ Ես քեզ արգելելու եմ, որ դու մամայի գերեզմանների մոտ գնաս։ Արնո խնդրում եմ։ Դրա հնարավորությունը չես ունենալու։ Աղջում եմ քեզ։ Արդո տար սրանց ստեղից։ Արնո խնդրում։ Եթե կյանքդ քո համար թանկ է, գնաս տեղից ասում եմ։ Արեդ։ Արդո տար ստեղից։
Էվա։ Չես լսում։ Ինչ է եղել։ Ինչ ես լացում։ Խոսա։ Մամաս։ Էլ չկա։ Ոնց։ Պատահական տեսա փողոցում։ Ընկածեր։ Միջև 5 իմանունից։ Ճիշտն ասած, որ սրտին ուպայա էլ չկա։ Արմոն չթողեց տեսնեմ, ասաց, որ գերեզման էլ չգնամ։ Ոչ ոք իրավունք չունի արգելելու քեզ, որ մամայիդ գերեզմանին չգնաս։ Ես ուզում էի հոնեմ ի վերջ անգամ իրան տեսնեի։ Ես եմ եղա, որ սաղ ես արեցի։ Ինձ լսում ես, հա? Դու մեղավոր չես։ Արմոն ճիշտ է, ես եմ եղավոր։ Մարդու ճակատագիրը երբեք չես փոխի։ Լացի հանգստացի։ Ալո։ Արփի բարև Արտոնա։ Լսում եմ։ Արփի տիկին Ալանա մահացել այսօր։ Մի րոպե Արտո, ինչ։ Հա Արփի, բոլորիս համար շատ անսպասելի էր։ Բայց ո՞նց է եղել, ինչից։ Փողոցում է վատացել։ Տարել են հիվանդանոց չեն հասցրել փրկել։ Սրտին օպա է եղել։ Արտո, ես ինչ կարող եմ անել։ Ուղղակի ուզում էի տեղյակ լինես այդքան բան։ Լավ։ Ինչ անենք մազիկները, հյուսենք։ Հա։ Դե բռնի։ Ստաչ։ Արփի։ Ինչ է եղել։ Ալոն, դու գնա Մարքի հետ խաղա, հա։ Լավ։ Ոնտիկին Ալանա մահացել։ Ոնց։ Երբ։ Այսօր։ Ինչի։ Էվան, որ կրակել էր դրա։ Բա։
Ինձ Արտոն զանգեց։ Ասեց սրտին օպայ ունեցել, փողոցում ընկել։ Այ քեզ բան։ Համառնան լրիվ մենակ մնաց։ Արփի։ Ուրեմն Մարկի պատճառով ամուսնացար։ Հորդ հիվանդության պատճառով մնացիր Առնոյի հետ։ Իմ արածների պատճառով կյանքդ խորտակեցիր, հիմա էլ Առնոյին ես խղճում։ Երբ ես քո մասին մտածելու։ Ինձ նայիր։ Մենակ չասես, որ հետ ես գնալու։ Լսում ես։ Ման, բայց… Ոչ մի բայց։ Նման բան չանես, Արփի։ Հիշիր Առնոյի հետ ապրած օրերդ։ Կյանքդ չխորտակես, այս անգամ արդեն գիտակցելով։ Չեմ ների քեզ։ Լավ մտածիր, ինչ ես անում։ Ես նոր էի գտել մորս։ Նոր էի գտել Արտոն։ Գիտեմ Առնո։ Մերս են միակ մարդն ես աշխարհում, որ ինչքան էլ ջղայնանալվել ես, ինչքան էլ կռվեր հետս մեկը սիրում էր ինձ։ Ինչքան էլ նեղարար ինձանից մեկը սպասում էր, միշտ, սպասում ու անհանգստանում էր։ Իսկ իմ այս աշխարհում ոչ ոք ինձ չի սպասում։ Ոչ ոք։ Ու այս ամեն ինչի մեղավորը գիտես ով է։ Գիտես թե չգիտես։ Կներես Առնո, բայց Էվան մոր մահը չէր ուզի։ Չէ, Արտոն։ Այս Էվան չի սպանել։ Այս Վառնամն է սպանել մորս։ Սկզբից սպանեց հորս, հետո մորս։ Ու այս մեկը չի կարող անպատասխան մնա։ Վառանը պիտի պատասխան տա։ Այնց ոնց որ ես եմ ուզում։ Թե չեմ ապրելու մա պետք է աշխարհում։ Եթե ես մեղավորներին չպատժեմ։ Բարի լույս։ Սրսկումից հետո դու քնեցիր, ես էլ կողքդ նստած էի։
Շատ հոգնած էի, չհասկացա ոնց քնեցի։ Ինչ-որ բան է եղել Արամ։ Չէ, նորմալ է։ Բա ինչի ես մի ձև ինչ-որ խնդիր կա։ Չէ, Աննա, խնդիր չկա։ Արամ, ձերոնց համար ես անհանգստանում, որ կողքդ եմ քնել։ Անցանք։ Պապատո աղբերդ ինձ ավելի լավ են վերաբերվում, քան դու, գիտես։ Սխալ ես մտածում։ Ասացի խնդիր չկա։ Արամ, բա ինչն է պատճառը։ Ինչ ես իմ հետ տենց։ Բայց հասկացի, մի հատ մատանին կամ գրանցումը չի, որ պետք է մեզ միավորի։ Մենք հասուն մարդիկ ենք։ Խնդիրը դրանում չի։ Արամ, ինչն է պատճառը, ասա, ես էլ հասկանամ։ Մենք հո դպրոցականներ չենք, ինչ-որ ձևերի հետևից ընկնենք։ Ես գիտեմ, որ պապատո աղբերդ ուրախ են ինձ տեղ տեսնել։ Իրանց հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ ես դուք ես տենց պահում։ Աննա, մերոնք են մարդիկ չեն, որ խնդիր առաջացնում։ Արամ, գիտեմ, բայց վաղ թե ուշ ես գալու եմ այս տուն ու այս տանն եմ ապրելու ու քո կողքին եմ քնելու։ Պատճառը ո՞րն է։ Գիտես, որ ես տենց բաների կարևորություն չեմ տալիս։ Արամ, դե եթե ինչ-որ բան կա, ասա, ես էլ հասկանամ։ Ինձ քո այս պահվածքը տարօրինակ է։ Աննա, ասեցի ոչ մի բան էլ չկա, նորմալ է ամեն ինչ։ Այսպես։ Արնո։ Ես մնացի մենակ։ Արփի։ Ես էլ քեզ եմ ուզում զանգեի։ Ցավակցում եմ Արնո։ Ես մնացի լրի մենակ։ Արնո, չգիտեմ ինչ ասեմ։ Սկզբում դու գնացիր։ Մարկին էլ հետը տարար։ Իսկ հետո իմ աղջիկը չուզեց հետս մնա։ Հետո էլ մաման։ Հետո էլ մայրս մահացավ։ Մի ասա տենց Արնո։ Ես ես քանի օր անընդհատ մամայի հետ վիճում եի այդ թեմայով։ Հետո էլ Ալյունան գնաց։ Քանի մաման կար, ես գիտեի, որ ինձ սպասող կա, որ տունը դատարկ չի։ Իսկ հիմա ինչ է ստացվում, որ ես ես աշխարհում ոչ մի սպասող չունեմ։ Արնո, ես շատ եմ ցավում թե քո, թե մամայիդ համար։ Բայց ես քայլ եմ կատարել ու հետ դարձ չկա։ Արփի, ես մենակ եմ մնացել։ Մենակ, հասկանում ես։ Նույնիսկ իմ աղջիկը չուզեց իմ հետ մնա։ Հետ եկեք Արփի։ Հետ եկեք, որովհետև ես էլ սենց չեմ կարող։ Ես առանց ես չեմ կարող ապրեմ, առանց քեզ, Մարկի, Ալյոնայի։ Արփի, ես ձեր կարիքը ունեմ, իմ տունը շատ մեծ է, առանց ձեզ շատ մեծ է իմ համար, ես մենակ չեմ կարող այդ տանը ապրեմ։ Արնո, ես հետ չեմ գալու, չեմ կարող կներես։ Ներեմ, ինչը ներեմ Արփի, ինչը ներեմ։ Արփի, ես ձեր տեմ մոտ եմ, ուզում եմ քեզ տեսնեմ։ Լավ, հիմա կգամ, բայց մի քանի րոպեով լավ։
Մարկին էլ բեր հետդ։ Ես երախուն շատ եմ կարոտել։ Ես շատ ունեմ Մարկի կարիք։ Առնո երեխան քնել է ուզում։ Ընդամենը մի քանի րոպեով արփի։ Ես մի քանի րոպեից ավել ոչինչ չեմ ուզում։ Ինձ թվում է ոչ մի խնդիր չի լինի, եթե երեխան մի քանի րոպե ուշ չունի։ Լավ, Առնո, հիմա քիչնենք։ Ալյան, դու գնաս են։ Գնա։ Արփի, ինչ ա եղել։ Մամ դուրս եմ գալիս։ Ուր։ Առնոն է եկել, ուզում է երեխան տեսնի։ Գժվել ես։ Առնոյին չես ճանաչում։ Մամ, ճանաչում եմ, բայց ինձ չի թվում, որ ինքը ինձ հիմա կխաբի։ Հիմա էլ սկսել ես Առնոյին խղճալ, հա։ Սպասի գոնե հայրդ գա, որ մի բան անի, ես ինչ եմ անելու։ Մամ, ինչ պետք է անի։ Ոնց թե ինչ պետք է անի։ Հիմա սկսել ես վստահել Առնոյին, հա։ Մամ, վստահելը ինչ կապ ունի։ 2 րոպեով դուրս եմ գալիս կամ։ Սպասի գոնե հորդ զանգեմ։ Մամ, պետք չի։ Արագ գնում ենք գանք։ Առնո, ինչ ես անում։ Առնո, քո հետ եմ, ինչ ես անում։ Չկան։ Առնոն տարել է Արփին ու երեխուն։ Ես գիտեի։ Ալբերտ, ինչ լավ է եկար։ Առնոն տարել Արփին։ Ոնց տարել։ Եկավ ասեց ուզում է երեխուն տեսնի, Արփին իջավ ու չկան ինչքան ժամանակ։ Բայց չես կարծում, որ Առնոն Արփին տարել է։ Գուցե Արփին իր կամքով է գնացել։ Չէ, Ալբերտ, Արփին մի քանի րոպեով իջավ, Առնոն ասեց երեխուն իջեցրու տեսնեմ, իջավ ու ինչքան ժամանակա չկան։ Չեմ հասկանում, դու ինչ-որ բաներ գիտես Առնոյի մասին, որ ես չգիտեմ։ Ալբերտ, չէ, հիմա դա կարևոր չի, ասում եմ, Արփին չկա, Առնոն տարել է, չգիտեմ որ են, Ալյոնան էլ տանն է։ Չես զանգել Արփին։ Զանգել եմ, հեռախոսը տանն է թողել, Ալբերտ։ Հիմա ինձնից ինչ ես ուզում։ Ուզում եմ Առնոյին զանգես։ Դե զանգեմ։ Չի վերցնում։ Ինչ անենք, Ալբերտ, մի բան արա։ Մի բան արա գտի Արփին։ Օհ։ Ինձ լսի։ Իմ հետ ինչ ուզում ես արա, բայց երեխուն Ինչու՞մ եմ Առնո։
խնդրում եմ։ Խնդրում եմ, Արնոյն է խոսում։ Լսի։ Ձեն։ Ձեն երեխուն։ Արնո։ Ես ուզում եմ ընտանիք ունենայի ոնց որ բոլոր նորմալ մարդիկ։ Ես ուզում եմ որ իմ սիրած աղջիկ իմ կողքին լինի։ Ես ուզում եմ որ իմ տղեն իմ կողքը մեծանա։ Իսկ դու ի՞նչ արեցիր։ Դու դավաճանեցիր ինձ։ Արնո, խնդրում եմ։ Խնդրում եմ, Արնո, ինչպեսի։ Ինչպեսի խնդրում եմ, Արնո, շատ ինչպեսի Արնո մի արա։ Ախար։ Ամենապատասխանատու բայ։ Դու դավաճանեցիր ինձ։ Ես իմ սեփական քրոջը չեմ ընդունել, որովհետև ինքից դավաճանել է։ Իսկ դու քանի անգամ ես ինձ դավաճանել։ Արնո, լսի։ Մոտիկ չգաս։ Չգաս մոտիկ։ Արնո, խնդրում եմ, Արնո մի արա, տես բան, Արնո, խնդրում եմ։ Առանց քեզ իմ ապրելու իմաստը կորում է։ Եթե ես քեզ չեմ կարողանում ուժով պահել, եթե ես քեզ չեմ կարողանում իմ կողքին ստիպելով պահեմ, նշանակում է ես կսասեմ քո ամենամոտիկ մարդկանցից, քո երեխուց։ Դու ամեն անգամ ինձ հույս ես տալիս, որ ես կարճ եմ ես գարշելի կյանքից։ Մոտիկ չգաս։ Խնդրում եմ, Արնո, դու երեխուս, խնդրում եմ, ամեն ինչ կանեմ, ինձ լսում ես։ Ես իմ ամբողջ կյանքը կառուցեցի քո շուրջ։ Դու տենց էլ չհասկացար, որ ես առանց քեզ չեմ կարող ապրել։ Եթե ես առանց քեզ կմեռնեմ, ուրեմն քեզ ու Մարկին էլ հետս կտանեմ։ Ու կսկսեմ Մարկից։ Կսկսեմ Մարկից։ Արնո ջանես, Արնո։ Արնո, խնդրում եմ։ Արնո, թող երեխուս, Արնո, թողից։ Առանց քեզ ու կյանքը ոչ ուժ է։ Խնդրում եմ, Արնո, Ալո։ Արամ, բարև։ Բարև եմ։ Հուսով եմ լավ նորության համար ես զանգել։ Երեք մաման էր խոսում Սոնայի հետ։ Ես ցույց չտվեցի, որ լսել եմ, որ կասկած չառաջացնի, բայց ոնց հասկացա իրանց խոսակցությունից վաղը գալու է ստեղ ինքը։ Իսկ չգիտես երբ։ Դե չէ, կոնկրետ չիմացա երբ, բայց հարցեր չեմ ուզում տամ, որովհետև մաման գիտի, որ ինձ Սոնան հետաքրքիր չի։ Լավ, ամեն դեպքում շնորհակալ եմ։ Եթե ավելի կոնկրետ ինչ-որ բան իմանամ, Արամ, ես քեզ նորից կզանգեմ։ Լավ եմ։ Ուրեմն կապի մեջ։ Լավ, առայժմ։ Առայժմ։ Արամ, ինչ կա։ Դա վաղը կարևոր գործ կա։ Ինչ է եղել, Արամ, ասա։ Սոնայի հետ է կապված։ Այսօր տուն է եկել, վաղն էլ է ինչ-որ գալու, պետք է իմանանք երբ։ Պետք է հսկենք այդ տունը, որովհետև չենք կարա Սոնային ձեռնից բաց թողենք։ Կանենք, Արամ։ Ես Էմմային կասեի, բայց չեմ ուզում իրան ասեմ։ Համ չեմ ուզում վնասեմ, համ էլ Սոնան շուտ կկռահի։ Մեզ նենց մարդապետքում չի ճանաչում Սոնան։ Լավ, ես քեզ հասկացա։ Դու ինձ այդ տան հասցեն ուղարկի, ես համապատասխան մարդ կգտնեմ։ Հույսս դու ես Դավ։ Հանգիստ Արամ, ամեն ինչ կարվի։ Շնորհակալ եմ։ Ինչի համար հարց չկա, կապի մեջ։
Արփին պիտի ասեմ, որ Սոնայի հետքի վրա ենք։ Ալո։ Կներեք եւի սխալվել եմ։ Չես սխալվել, Արամ, Անիտան է։ Բարև ձեզ։ Ես ճիշտն ասած Արփի հետ էի ուզում խոսեի։ Արամ ջան, Արփին տանը չի։ Լավ ես, ուշ ժամի կզանգեմ։ Արամ, ես չգիտեմ Արփին երբ կգա, կամ կգա թե չէ։ Այսինքն Անիտա, ինչ նկատի ունեք։ Արամ, Արնուն եկավ Արփին տարավ տնից։ Չգիտեմ ուր ա տարել ու ինչ ա կատարվում։ Այսինքն ոնց տարավ։ Անիտա, ինչ եք ասում։ Արփին էստեղ էր։ Արնայի մայրն էր մահացել։ Եկավ երեխեքին տեսնի, Արփին տեսնի, հետո տարավ ու չիմացա ուր, չգիտեմ ինչ անեմ։ Արնուն զանգեք։ Ինչ խնդիր կա։ Արամ չես հասկանում, Արնոն ուժով ա տարել Արփին ու երեխուն։ Ես չգիտեի, ես մտածում էի։ Արամ ինչ ես կարծում։ Այս ընթացքում ամեն ինչ փոխվել է Արփի կյանքում։ Կարծում ես Արփին մի օրում փոխվեց ու սիրեց Արնոյին, թե Արնոն ա փոխվել, հրաշքա կատարվել։ Ոչ մի բան էլ չի փոխվել, Արամ։ Երբ որ դու ուրիշի փոխարեն պատիժ էիր կրում, Արփին տանջվում էր։ Արփին երջանիկ չի։ Ու վստահ եմ, որ առանց քեզ չի լինել։ Դու կարծում ես մենակ դու էիր տարապ։ Արփին շատ վատ է, Արամ։ Անիտա, անկախ ամեն ինչից, ես բանտից որ դուրս եկա առաջին Արփին տեսնելու։ Ու ես տեսա, որ Արփի կյանքում հրաշքա տեղի ունեցել։ Արամ, դու չգիտես ինչ ա եղել ու ինչ ես տեսել։ Ես Արփիի երջանիկ ընտանիքն եմ տեսել։ Արամ, ախր չես հասկանում, որ հաճախ մեր տեսած է ինչ որ կա իրականում։ Արփիի երեխան իմ երևակայությունը չի։ Այդ իրականը։ Հա, Արամ, նայած այդ իրականությանը, որ կողմից կմոտենաս։ Որ կողմից էլ մոտենամ, ինչ պիտի փոխվի, Անիտա։ Շատ բան կփոխվի, Արամ։ Շատ։ Ում է դες խոսում, Անիտա, Արփից ի՞նչ նորություն։ Լավ, Աննա, ես հետո կզանգեմ, կխոսենք հետո, լավ։ Արա։ Հեռախոսով եք խոսում։ Հա։ Բամ հետ էր խոսում։ Արամ ինչ է եղել, ինչ որ բան են չի։ Չէ, գործով էր։ Արամ ինչ գործ, ինչ որ բան է եղել, որ չես ասում։ Ամենակարևոր գործը, պետք է դուրս գա։ Այդ ինչ գործ է, որ չես կարա թողես վաղվան։ Ոնց ես գնալու սենց, որ ցավում ա ոտքը, Արամ։ Եթե հնարավոր լիներ կթողնեի։ Սպասի օգնում։ Արամ։ Արամուր, ինչ է եղել Աննա։ Պապ գործ ունը, պետք է դուրս գամ։ Արամ, ախր ես վիճակով ոնց ես գնալու, հազիվ ես քայլում։ Աննա, եթե ասում եմ պետք է գնամ, ուրեմն պետք է գնամ։ Արամ։ Արամ, ինչ է կատարվում։ Հասկացա արդեն ինչ գործ է։ Ու ում էիր զանգել։ Արփի հետ էիր, չէ՞ խոսում։ Արփին էիր, չէ՞ զանգել։ Վերջանա ձենդ չլսեմ։ Մի խառնվի իմ գործերին։ Արամ։ Արամ, ինչի ես գոռում։ Մի փորձեք ինձ հետևել։ Աննա, դա հատկապես քեզ է վերաբերում։
Որովհետև իմ ընտանիքի անդամները շատ լավ գիտեն, որ ես չեմ սիրում, երբ իմ սեփական տարածք են մտնում, ու չափից դուրս շատ հարցեր են տալիս։ Այդ հաշվի առ։ Արամ, ինչ ես խոսում։ Արամ, Աննան մեր ընտանիքի անդամ է, ինչ ես դու առանձնացնում իրան։ Ձեզ Վարդան ստիպելով ընտանիք չես կազմի։ Արամը իր ընտրությունը վաղուց կատարել է։ Ոչ մի բան չես փոխի։ Ես գնում եմ։